Պարոն Գևորգյան, ձեր զեկույցի սկզբում նշեցիք, որ մոտ 3 միլիարդ տուգանք եք, այսինքն 24 թվականին տուգանքներ եք նշանակել եւ հավաքագրել եք 1.2 միլիարդը մոտավոր, ինչով է պայմանավորված եւ ինչ արդյունքն է, այսինքն ինչ կարող ենք եզրակացնել այս թվաբանությունը լսելուց մենք դատարան են դիմել, չեն վճարել կամ արդյոք արդարացված է եղել այդքան գումար տուգանքներն նշանակելը կամ գրելը եւ երկրորդ հարցով ուզում եմ հասկանալ, երբ խոսում եք բենզինի գնից եւ որակի հետ կապված որակումներ եք տալիս, որի արդյունքում 250 դրամ էր իջել բենզինը, արդյոք դա մրցակցության արդյունք չէր, այլ որակի հետ կապ ուներ։ Շնորհակալ եմ։ 3 միլիարդի 1 միլիարդի մասով չեն կարող ասել մնացած 1 միլիարդ 1.2 միլիարդի մեջ վճարացնես նախորդ տուգանքներից է կար։ Տուգանք վճարելու ժամանակահատված կա։ Եվ այդ ժամանակահատվածի ընթացքում մարդիկ կամ վճարում են կամ գնում են դատարան։ Մի մասը գնում է դատարան, տարիների ընթացքում կամ հաղթում են կամ պարտվում են եւ նաեւ դրա համար դատական գործերի, հաղթած գործերի քանակը ներկայացրեցի, որը միջինում վերջի 6 տարվա ընթացքում 75%-ից ավել է, եթե մի տարին հանենք 80%-ից ավել է լինելու, այսինքն նշանակում է տուգանքները հիմնականում ըստիս օբյեկտիվ են եւ նաեւ տնտեսվարողների վարքագիծն էլ է ցույց տալի, որտեղ մեծ մասը վերջում համաձայնում է եւ վճարում է տուգանքը։ Ինչ վերաբերվում է, այսինքն այնպես չի, որ 3 միլիարդից 1.1-ը չի վճարել, հիմա որ նայենք այդ գումարների մեծ մասը կարող է վճարված լինել, որտեղ ինքը մենք դեկտեմբերից հետո էլ ենք վճարումներ ունենում, իսկ մինչև դեկտեմբեր։ Հա, 2 ամսվա ընթացքում եթե վճարում են 25% զեղչվում է գումարը, դրանից հետո այդ համակարգը նաև առաջներից մենք ենք դրել, որ կարող եք 25% շուտ վճարել պարագայում զեղչ ստանալ, դրանից հետո արդեն նայած ինչ ընթացակարգ գնահատական բողոքա չկա, դատական բողոքա թե չկա։ Ինչ վերաբերում է մյուս հարցին բենզինի, ես վստահ եմ ասում ձեզ, որ բենզինի գինը, որի չէր մրցակցության արդյունք չէր, այլ անբարեխիղճ մրցակցության արդյունք էր, որովհետև տարածաշրջանում այդ գնով ապրանք գոյություն չուներ։ Մենք պետք է մի բան գիտակցենք, որ Հայաստանի Հանրապետություն ներկրվող ապրանքները ձեռք են բերվում որոշակի երկրներից կամ բորսաներից։ Հիմա եթե այդ երկրներում այդ բորսաներում գինը ավելի բարձր է, այդ ոնց ստացվեց, որ Հայաստանի Հանրապետություն գինը էժան է լինում։ Այդ խաբկանք է, որը մենք կամ ուզում ենք տեսնենք, կամ չենք ուզում տեսնենք, որտեղ ապրանքի գինը ինքը ժողովուրդ շուկայում է կարգավորվում, նույնը գազի գնի մասին, գազի գինը իջավ, թանկացավ։ Հա, միջազգային շուկայում վաճառվող ապրանք է, եթե պահանջարկը աշխարհում մեծանում է գինը, թանկանում են, որում հենց այդ նույն սեզոնին է դա տեղի է ունեցում, դա շուկայի կանոն է։ Այլ բան, որ օրինակ գազի կամ բենզինի գինի իջնի Հայաստանում չիջնի, փորձենք դա հասկանալ։ Բայց չէր կարելի, էլի ասենք Ռուսաստանի Դաշնությունում բենզինի ներկրման նույնիսկ խնդիր կար ռուս-ուկրաինական հակամարտության պատճառով, որտեղ լուրջ խնդիր են ունեցել Հայաստան ներկրվող բենզինը մեծամասամբ եղել է եվրոպական միությունից, ու ինչ որ արտաշատում կամ Արարատում հայտնվում էին բենզալցակները, որոնք 250 է։ Մենք տեսել ենք այդ մարտիկ ինչ են ներկրել ենք 2-10-ի պեկի հետ լավ աշխատեցինք եւ տեսանք, որ ներկրվել են 2-10-ի ապրանք, որը չի անպատասխան ստանդարտներին, ավելի ցածր որակով է, հետո սկսեցին նավթա, հիմա հետո լեգենդ հորինվեց, որ Հայաստանում կա բենզինի եւ դիզելի վերամշակման գործարան, դե մենք տենց բաներ մի քիչ թերահավատորեն ենք վերաբերվում, իսկ ես ավելի քան վստահ, որ դա հենց դրա արդյունքն է։ Ունեց արձագանք համից։ Ես եթե անկեղծ դեռ 1 տարի առաջ հարցում եմ ուղարկել հենց այդ նույն ժամանակահատվածում պետեկամտների կոմիտեին ճշտելու ներմուծման ձեր նշած յուղերը, որոնք հետո խառնվում են բենզինին եւ որակը գցում են եւ այլն, եւ իրականում այդ կոդով ներմուծումներ չկար, բայց շուկայում այդ որակի ապրանքը կար, որը խառնվում էր բենզինին։ Հիմա արդյոք ձեր մոտ չունեք ազդակներ, որ իսկապես այլ կոդով ներմուծումը լինում է եւ որակը, այսինքն գինը ինքը բարձր է շուկայական համապատասխան, բայց որակի հետ կապված, ճիշտ է դա պետք է երևի շուկայի վերահսկողությանը դիմենք նման հարցով, բայց արդյոք չունեք նման ազդակներ եւ տնտեսվարողների մասով ճիշտ է հիմա նախագծով փոխվեց նաեւ դուք
պաշտպանության տնտեսվարողների պաշտպանության մասով եք հանձնառություն վերցրել եւ արդյոք լինել մրցակցության պաշտպանությունը եւ սպառողների շահերի պաշտպանության հակասություն այդտեղ չեք տեսնում շահերի բաղ։ Շնորհակալություն։ Առաջի հարցի մասով ասեմ, բայց չգիտեմ անկես պետք ինչ է պատասխան, չեմ տիրապետում ուղղակի, բայց ես ասում եմ, մենք այն ապրանքների անունները, որ նշեցի, մենք այդ կոդերով ապրանքները հայտնաբերել ենք, Պեկինը տվել ենք, քրեական գործերը հարուցվել է եւ ապացուցվել, այսինքն մենք տեսել ենք, որ կան այդ կոդերով կամ այլ կոդերով անուններ էին հորինում, օկտան ինքը բարդ քիմիական կառուցվածք ունեցող թանկ ապրանք է, դա որ գրում էին օկտան, ու մենք պետքա չհավատենք, որ դա օկտանա գնացինք, գտանք, որ օկտանի անվան տակ կա 2-ա գալիս Հայաստան։ Այսինքն այդ աշխատանքը կատարվել է։ Երկրորդ հարցում կարծում եմ հակառակը սպառողների պաշտպանությունն ու մրցակցության պաշտպանությունը ինքը բավականին զուգահեռ գնացող գործիք է, որտեղ ցանկացած մրցակցային հարցի պաշտպանության վերջնական շահառուն հենց ինքը սպառողն է։ Եվ աշխարհում կա լավ համակցված փորձ ու բավականին շատ է դա, որ մրցակցության սպառողների պաշտպանության զբաղվող մարմինները մեկտեղվում են փոքր երկրներում, դա շատ ավելի ակտուալ է, որ երկու առանձին մարմին չստեղծվի, բայց սպառողների պաշտպանության մեջ մենակ պետք չլինի մրցակցության եւ սպառողների պաշտպանության հանձնաժողով, պետք է լինեն հասարակական կազմակերպությունները, Հաշտարանի ինստիտուտը, մենք այդ հանձնառությունը վերցրել ենք ինստիտուցիոնալ փոփոխություններ, որպեսզի կատարենք։ Շնորհակալ եմ։ Չմոռանաք հավանել տեսանյութը եւ բաժանորդագրվել Civic AM-ի YouTube-յան էջին։